Նա սիրում է իր պատմություններում ստեղծել պատմություններ ու դրա ցայտուն օրինակներից է քրեական ընթերցվածքը։ Այնտեղ մենք տեսնում ենք մի քանի տարբեր առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող պատմություններ, ընդգրկված մեկ պատմության մեջ։ Քրեական ընթերցվածքում սյուժեն ժամանակագրորեն խառնած է։ Դրա համար էլ վերջում ենք բացահայտում, որ այդ պատմություններն իրար միաձուլված էին։ Իսկ մի անգամ Հոլիվուդում ֆիլմի պատմությունը հստակ ցույց է տալիս 2.5 օրվա իրավիճակ։ Այստեղ նա ցույց է տալիս մի պատմություն, որն ընդհանուր առմամբ մեկ բանի մասին է, սակայն իր սովորության համաձայն այդ պատմության մեջ կերպարներն ունեն իրենց առանձին պատմությունները։ Ֆիլմում կապող գիծ է դառնում 1969 թվականի Հոլիվուդի մթնոլորտը եւ փոփոխվող ժամանակը։ Իսկ ինչ առանձին պատմության մասին է խոսքը։ Ինչ պատմություն ուներ Ռիքը։ Նրա մոտ ամեն բան սկսվում է փլուզվել, երբ նա սկսում է չդիմանալ այդ փոփոխվող ժամանակի տեմպին։ Ռիկ Դալտոնն ամեն գնով ցանկանում է ընդգրկվել այդ ժամանակաշրջանի կինոէլիտայի մեջ, նկատվել նրանց կողմից։ Այդ իսկ պատճառով Հոլիվուդում իրեն տուն է գնել, որ զգա տանտիրոջ կարգավիճակում ու փորձի դառնալ այնտեղի կինոինդուստրիայի մասնիկը։ Չէ, այս քաղաքում ամենակարևոր բանն է, երբ փող ես աշխատում։ Պետք է տուն առնես, ոչ թե վարձով մնաս։ Հոլիվուդում անշարժ գույք ունենալը նշանակում է, որ դու այստեղ ես ապրում, որ